Մենք 90 թվականին 88 թվականին համոզվեցինք, չէ՞, երբ որ մենք միասնական էինք, ինչ տեղի ունեցավ։ Գնդերեցիները արդյոք տեղ չունեին բանակում։ Ինչքան կարելի է եկեղեցու հետ այս բաները, տարաձայնությունները շարունակվի։ Ընդհանրապես, եթե վերցնենք մեր պատմությունը ուսումնասիրենք, միշտ հակադրությունն եղել է եկեղեցու եւ պետության մեջ։ Օրինակ, եթե վերցնենք հետ գնանք Պապ Թագավորի այդ ժամանակի ընթացքում, երբ Պապ Թագավորը երկրի գլուխն էր, մեր երկրի թագավորն էր, այդ ժամանակ էլ եկեղեցին դուրս եկավ պետության դեմ, դուրս եկավ Պապ Թագավորի դեմ։ Պատերազմի ժամանակ կարելի ասել այդ ժամանակաշրջանում եկեղեցականների քանակը այնքան շատ էր, ինչքան որ ասենք մեր զորքի քանակն էր։ Դրա համար երբ որ Պապ Թագավորը պահանջեց, որպեսզի եկեղեցականներն էլ ծառայեն, տեղի ունեցավ այդ հակասությունը։ Քանի որ այդ ժամանակ եկեղեցին այնքան հզոր էր, կարելի է ասել պետությունից հզոր էր, որտեղ եկեղեցական հողապատական տարածքները ավելի շատ էին, քան թե այդ մնացած տարածքները, որին ղեկավարում էր երկրի թագավորը։ Դրա համար տեղի ունեցավ այդ ընդհարումը եւ ինքը արդեն որոշեց, որ պետք է եկեղեցականները ծառայեն։ Եվ այդ դրանից հետո արդեն պետություն, եկեղեցին արդեն, այսպես ասած, դառան իրար թշնամի։ Պարոն Մելքոնյան, շատ պատմության շատ խորքերը գնացիք, հիշեցիք 368-69 թվականները Պապ Թագավորի կառավարման ժամանակաշրջանը ու նշում եք, որ եկեղեցին դուրս եկավ պետության դեմ։ Արդյոք դա այդպես էր, թե ընդհակառակը Թագավորը սկսեց հալածել կաթողիկոսի, Ներսես Մեծին, եկեղեցականներին, դուք ինչպես եք գնահատում։ Այդ ժամանակ էսենց կարելի ասել, որ պետության մեջ պետություն կար, որը անհնարին է կառավարել այդ պետությունը։ Եվ դրա համար իր ցանկությունը, ոչ թե ցանկությունը, պահանջը այն էր, որ պետք է այդքան եկեղեցական չլինի։ Իսկ այդ եկեղեցականները խուսափելով պատերազմից, բոլորը դառնում են եկեղեցական։ Եվ բանակը արդեն բանակ չկար։ Այսինքն եկեղեցականները ավելի շատ էին այդ ժամանակ, քան թե ասենք բանակը։ Դրա համար ստիպված Պապ Թագավորը որոշում կայացրեց, որ պետք է բոլորը ծառայեն։ Այդ նույն պատկերը մենք հիմի տեսնում ենք հիմի։ Այդ հակասությունը, որ կար պետության եւ եկեղեցու մեջ, հիմին եթե տեղափոխում ենք մեր դարաշրջան, մեր օրերը, նույն պատկերն է։ Ինչ է զուգահեռ եկեղեցին իր համար առանցին իշխանությունն է, պետության մեջ պետությունն է, իսկ պետությանը դուր չի գալիս, որ պետության մեջ պետություն լինի։ Ու այդպես եթե մենք այն դարերի խորքից ենք գալիս, բոլոր ժամանակներում նմանատիպ բաներ եղել են։ Բացի Սարդարաբադի ճակատամարտի ժամանակ, այդ պատերազմի ժամանակ, երբ որ արդեն եկեղեցիականները հասկացան, որ երկիրը կործանվում է, իրենք սուր վերցրեցին եւ իրենք բանակի հետ միասին պաշտպանեցին մեր երկիրը։ Ամբողջ մեր ժողովուրդը այդ ժամանակ ոտի ելավ։ Այդ ժամանակ կաթողիկոսը կոչ արեց բոլորին, որ մենք պետք է մեր երկիրը պաշտպանենք, ու այդ ժամանակ բոլորը ոտի կանգնեցին։ Այսինքն եկեղեցին ոչ բոլոր ժամանակներում է, որ ասենք հակադրվել է պետության։ Նաև պահեր են եղել, որ եկեղեցականները կանգնել են պետության կողքին եւ պատերազմի ժամանակ մասնակցել են պատերազմներին։ Պարոն Մելքոնյան, նշեցիք, որ պետության մեջ պետություն է եղել եկեղեցին եւ երբեմն էլ նաեւ ինչ որ առումով ավելի ազդեցիկ դիրք է ունեցել։ Հիմա եկեղեցուց ինչ վտանգ է տեսնում պետությունը։ Ուրեմն նախ առաջ երթին ասեմ, իմ կարծիքն եմ ասում, որ մեր դարերով, որ էսենց նայում ենք, մեր պետություն չենք ունեցել, պետականություն չենք ունեցել։ Եկեղեցին է եղել պետության թելադրողը, պետության գործառույթներ կատարողը, եկեղեցին է եղել, ու եկեղեցին իրան շատ լավ ազգացել։ Ասենք վերցնենք բյուզանդական պետության հետ միշտ կապերը պահել է եկեղեցին, եւ եկեղեցին եղել է
երկրի գլուխը կարելի է այսպես ասել, որ ինքն է շատ տեղեր բանակցություններ, ամեն ինչ ինքա վարել, որովհետև մենք պետականություն չենք ունեցել, իրանք բյուզանդիական Միավորող օղակը իրենք են հանդիսացել։ Եթե անկախություն, պետականություն չենք ունեցել, եկեղեցին մշտապես գործել է։ Եկեղեցին մշտապես գործել է։ Թե ասենք Պարսկաստանի տիրապետության տակ ենք եղել, ինքը գործել է Պարսիկ շահերի հետ միասին, որ ձեզ ինչ է պետք, այսքան հարկ է պետք, ձեր հարկերը վերցրեք, թողեք մենք ապրենք խաղաղ, կամ բյուզանդացիներին էլի նույն ձևով ասելա ձեր հարկերն ինչքան են, հարկը հավաքի դեր է կատարել, հարկերն հավաքը տվյալ ասենք պետություններին եւ իրանք ապրել են շատ լավ։ Արդեն իրանք միշտ իրանք զգացել են, որ իրանք են այս երկրի տերը եւ իրանք են թելադրելու ամեն ինչ եւ իրենց պետականություն պետք չի։ Այսինքն շատ լավ է։ Պարսիկների հետ շատ լավ են եղել, բյուզանդացիների հետ շատ լավ են եղել, թուրքերի հետ շատ լավ են եղել։ Այսինքն պարոն Մելքոնյան, գտնում եք, որ եկեղեցին չի ձգտել անկախության։ Ոչ։ Ինչու։ Եկեղեցուն ձեռա տվել, որ ինքը լինի գլուխը երկրի։ Ինքը կարողանա հարցերը լուծի ուրիշ պետությունների հետ։ Նույնիսկ Թուրքիայում միջև օրս, եթե այնտեղ նշանակվում է մեկ պաշտոնյա, ուրեմն պարտադիր պետք է բանի պրեզիդենտի դաբրոն լինի, որ պրեզիդենտը թույլ տա ինքը դառնա այնտեղ բանը մեր հովվապետը դառնա Ստամբուլում։ Նույնը իմի ասենք ներկայդրությամբ վերցնենք, ասենք Հայաստանի պայմաններում, ասենք բանը մեր կաթողիկոսը ցանկանում է, որ ինքը հարցեր լուծի որոշ պետությունների հետ, որը ասենք դուրս չի գալիս, մեզ էլ մեր պետությանն էլ դուրս չի գալիս։ Երբ որ օրինակ եմ բերում մեր վարչապետը, երբ որ մի երկրի վարչապետ նախ պրեզիդենտ, օրինակ Բելարուսիայի պրեզիդենտը, երբ որ մեր հարաբերությունները վատ են, մեր կաթողիկոսը վերկենում գնում է այնտեղ Բելարուսիա։ Այսինքն ինքը անկախ մարդ է, այս երկրում ինքնավոր կա, ինքնա որոշում, առանց մեր երկրի ղեկավարին, ասենք, ոչ թե անանելու, թույլտվություն վերցնելու, երբ որ ինքը տենում է, մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք, ինքը վերկենում գնում է այդ պետություն, գնում է պետության ղեկավարի հետ հանդիպում, բոլորի հետ հանդիպում, եւ սա նման է, որ արդեն ինքը անկախ է այս երկրում, անկախ իր համար պետություն է ստեղծել, որ ինքը կարա ցանկացած գործողություն կատարի, անկախ նրանից մեր վարչապետին, մեր երկրի ղեկավարին դուր կգա, թե դուր չի գա։ Նաև ամիսներ առաջ Պաշտպանության նախարարությունը բանակում լուծարեց գնդերեցների գունդը։ Դուք սա ինչպես եք գնահատում որպես իշխանության թևի ներկայացուցիչ, որպես զինվորականի եւ որպես գեներալի։ Գնդերեցները արդյոք տեղ չունեին բանակում։ Ուրեմն երբ որ այդ գնդերեցները դրա 98-ի վերջերն էր 2000-ի սկզբին, երբ որ այդ որոշումը կայացվեց, որ բանը գնդերեցներն են զորամասերում։ Իսկ մինչ այդպես բաներ չեղավ, չէ՞։ Չեղավ։ Բայց այդ ժամանակ նոր անկախ պետություններ խորհրդային տարիներից ոչ, երբ որ եկեղեցու ղեկավարը այն ժամանակ այն մարդներ, որ ասենք ուզում էր, որ նաև բանակում լինի այդ հոգևորականը, որը շատ կարևոր էր այդ ժամանակահատվածում, կարևոր էր, որ պետք է լիներ։ Երբ որ եկեղեցին ու պետություն իրար հետ էին գործում, մի նպատակի էին ծառայում, այդ ժամանակ շատ լավ ձևով իրենց գործողությունները կատարում էին։ Իսկ հիմա ինչու չեն կատարում, ինչի լուծարվեց, որտեղ մեր կաթողիկոսը ծառայում է ուրիշ երկրի է ծառայում։ Եվ իր այդ հոգևոր դասը որ կա, դրանց մոտավորապես 85%-ը ծառայում է կաթողիկոսին։ Իր հրանքն են, ում ծառայեն։ Երկրին, Աստծուն, կաթողիկոսը առաջերտին պետք է
Աստծուն ծառայի։ Բայց երկրային կյանքում իրենց առաջնորդը վեհապար Հայրապետն է, ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու ծառային երկրային կյանքում։ Մի րոպե, երկրային կյանքում, ես մեր կյանքում կա կաթողիկոս, կա հոգևորական դաս, որոնք պետք է ծառայեն ժողովրդին։ Հիմա իրանց ծառայությունը ինչ է, իրանք ինչ են կարոզում։ Եթե գնում ես, ասենք, գյուղեր, մենակ թաղման ժամանակ են իրանք բանանում, ներկա, եկել կնունքի ժամանակ, որ ասենք կնունքը թաղում են անում։ Ուրիշ ինչով են զբաղված իրանք։ Ասենք իրանք մտնում են իրենց այդ համայնքը, տենան հիվանդ կա, որ ասենք այցել են հիվանդներին, ասենք շատ բան կա, որ պետք է անեն, իրանք չեն անում այդ։ Իրանք մտնել քաղաքականություն։ Հիմա իրանք ցկտում են, այդ պապ թագավորի օրերն է, արդեն ցկտում են։ Պարոն Մելքոնյան, եկեղեցի պետություն այս հակասությունը մայրաթորի հոգևորականները, եկեղեցականները կարծում են, որ սկսել է այն ամենից հետո, երբ Շվեյցարիայում վեհապար Հայրապետը խոսեց Արցախի մասին, խոսեց ցեղասպանության մասին։ Արդյոք ազգային արժեքների մոռացությունն է գինը խաղաղություն հաստատելու համար։ Չի ասի, որովհետև ընդհանրապես ընդդիմությունը տանում է դեպի Շվեյցարիա եւ այլը եւ այլը։ Իսկ մինչեւ Շվեյցարիա արի մի հատ բան անենք, էլի, այսպես նայենք մինչեւ Շվեյցարիա գնալը։ Եղել է Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Կաթողիկոսը մի օր այդ թեմայով մի բան խոսացել է։ Ասել է շրջափակման մասին։ Այդ շրջափակման օրերին կաթողիկոսը վազում էր Մոսկվայից մեդալ ստանալու։ Փոխարեն այդ մեդալի փոխարեն ասեր հարգելի Պուտին Ղարաբաղի շրջափակումը բաց։ Այս մեդալը ես չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ սրա փոխարեն Ղարաբաղի շրջափակումը բացես։ Ժողովուրդը սովից չկոտորվի։ Այ եթե ինքը էս աներ, ուրիշ խնդիր էր։ Պարոն Մելքոնյան, բայց հիշեցնեմ նաև այն ներողություն եմ խնդրում, որ 20 թվականին 44-օրյա պատերազմից հետո, երբ դադիվանքը պահպանվեց որպես հայկական, հայ հոգևորականները գնում էին, այնտեղ նաև արցախցի մեկ զույգ ամուսնացավ, սա եղավ կաթողիկոսի շնորհիվ։ Նա խնդրեց, որպեսզի պահպանվի եւ այնտեղ հայ հոգևորականները եկեղեցական ծիսակատարություն իրականացնեն։ Այս մասին եւս, եթե տեղեկություն ունեք, խնդրեմ ներկայացնել։ Ես ունեմ այդ տեղեկություն, երբ որ նոյեմբերի 9-ի հայտարարագիրը բան էր անում, այդ ժամանակ հայտարարագրի մեջ մինչև այդ Պուտինը ասեց, որ ես եմ իմ պատասխանատվության տակա լինելու, որ դադիվանքը բաց է մնալու։ Դա բանի պայմաններից մեկն էր, որ դադիվանքը պետք է գործի։ Կաթողիկոսի խնդրանքով։ Չգիտեմ ով է խնդրել, ով չի խնդրել, բայց այդ երրակողմ հայտարարությունը որ կար, հայտարարության պայմաններից մեկն էլ նաև էդ էր, բանավոր պայմանավորվածությունների մեջ իմ իհարկե էդ էր, բայց իմի դադիվանքը ինչքան ժամանակ կորցեց, որովհետև մենք ուրիշ դաշտ ենք մտնում ռուսների այդ բանը, որ իրանք արեցին մեր գլխին բանի Ղարաբաղի գլխին, դա արդեն ուրիշ թեմա է։ Ես ուզում եմ, որ այդ թեման բան անենք։ 44-օրյա պատերազմի այդ բացի այդ զոհերին ուղարկավորելուց կաթողիկոսը ինչ հայտարարություն արեց։ Ինչ մի բան հայտարարեց, թե չէ։ Կարող ես մոռացել եմ, խնդրում եմ ինձ հիշեցնեք։ Այստեղ պահպանում է Արցախի թեմա, արցախայությանն է ձեռք մեկնում, սատարում է, աջակցում է եկեղեցին։ Ինքը հայտարարությունով, ինչ որ մի բանով կանգնեց ժողովրդի կողքին։ Բանին, մարտի 1-ի դեպքերին, որ ես ժողովուրդը ոտի էր կանգնե, ինքը եկավ կանգնել ժողովրդի կողքին, ասել ժողովուրդ ջան, դու սխալ եք անում, կամ ճիշտ եք անում, գնաց հորդորեց, մի բան հորդորեց, թե չէ։ Մի բան արել է, թե չէ կաթողիկոսը ժողովրդի համար, որ ասենք ժողովուրդը լսի հասկանա։ Օրինակ ես տեսել եմ Վազգեն առաջին, որ ամեն ուրեք ժողովրդի կողքն էր, պետության կողքն էր։ Իսկ հիմա բանը մեր կաթողիկոսը պետության կողքն է, երբ որ ինքը ցանկանում է եղաշրջում անի Բագրատներով կամ մնացածներով մտնում է քաղաքականություն։ Քաղաքականություն է այդ մարդ մտնում։ Փոխարեն պետության ղեկավարի պետության կողքը կայնի, թիկունք լինի պետությանը, որպեսզի մենք կարողանանք
Այս բոլոր արավների միջով անցանք։ Հիմա չի վերջացել ամեն ինչը։ Մենք պետք է էլի նորից մեր եկեղեցին պետք է մեր պետության կողքը լինի։ Ես այդպես եմ հասկանում։ Եթե մեր պետությունը ծառայում է օտար պետության եւ կատարում է օտար պետության հրահանգները, որպեսզի խժդժությունը լինի երկրում, որպեսզի երկիրը գնա դեպի քայքայում, քաղաքացիական պատերազմ, ես ամեն ինչ ինքը կատարում է ուրիշ երկրի հրահանգները։ Ուրեմն ես նաև ասեմ քեզ մի իրականություն, որը եղել է իմ հետ, ես ուրեմն գնում եմ վարչապետի մոտ, վարչապետին խնդրում, ասում եմ, ինչքան կարելի է եկեղեցու հետ այս բաները, տարաձայնությունները շարունակվի։ Վարչապետն ինձ ասում է, որ ես համաձայն եմ, որ բան անի, հաշտություն կընկվի։ Ով կարա այդ մարդը լինի։ Ասի ես կարող եմ անել դա։ Որպես միջնորդ։ Որպես միջնորդ։ Ինքն ինձ ասում է, որ համաձայն եմ ասում, գնա ու այդ գործողությունները կատարեք։ Դա երբ էր, պարոն Մելքոնյան։ 3 տարի առաջ։ Ես դիմում եմ մի քանի բարձրաստիճան սրբազանների, իրան գրաժարվում են։ Ես գնում եմ Հրազդան, Կոտայքի թեմի առաջնորդի մոտ, Առաքել սրբազանի մոտ։ Ասում եմ սրբազան, ես եկել եմ այս խնդրով, որպեսզի հաշտություն կընկվի պետության եւ եկեղեցու մեջ, դու պետք է օգնես այս գործողությունը կատարենք։ Ու ես իրան ասում եմ, որ այսենց պետք է կատարվի այս ամեն ինչը։ Ուրեմն դա 5 շաբթի օր էր։ Ասում եմ շատ լավ, ես ուրախ եմ, համաձայն եմ, ես կաթողիկոսի հետ կխոսամ, կպայմանավորեմ, կտեղեկացնեմ ձեզ։ Ասում եմ լավ։ Շաբաթ օր զանգում է ինձ Առաքել սրբազանը, ասում է կաթողիկոսը համաձայն է։ Անկեղծ ասած ուրախանում եմ ու անմիջապես զանգահարում եմ վարչապետին։ Զանգահարում եմ, վարչապետը հեռախոսը չի վերցնում։ Ու ես համոզված եմ, որ ինքը հետ է բան անելու, հետ է զանգելու ու այդ օրը չզանգեց այդ։ Հաջորդ օրը ժամը 10-ին Առաքել սրբազանը զանգում անձի։ Ասում է կաթողիկոսը փոշմանել է։ Չի համաձայնվում, ասում է միջև եկեղեցու պատմություն առարկան չմնդի դպրոցներում եւ այլը ես չեմ ուզում հանդիպեմ։ Դրանից անցնում է մի ժամ, ես զանգ եմ ստանում վարչապետից։ Վարչապետը ասում է ինչ կա, ասում եմ չեղավ, կաթողիկոսը չհամաձայնվեց հանդիպման։ Ասես բայ ես ինչ էի ասում քեզ։ Ես որ ասում էի չէ, բանը ինքը չի համաձայնվի, դե ասում ես չէ կհամաձայնվի։ Տեսար որ ես այստեղ բան չունեմ, մեղք չունեմ։ Ինչ կա իրանից է, ինքը չի բանանում, քանի որ իրան խորհրդատուներ կան։ Ինքը միջև այդ խորհրդատուների հետ չհամաձայնեցնի, ինքը իմ հետ չի հանդիպելու։ Ու ես լրվեցի, ոչ մի բան չկարացի ասեի։ Այսինքն այդ բանն էլ է վարչապետը դրան էլ է գնացել, որ հանդիպումը լինի, իրանք նստեն խոսան բոլոր թեմաներով։ Բայց չստացվեց։ Կաթողիկոսը չցանկացավ։ Այսօր երբ թվայցյալ խաղաղություն է, պետությունը ինչքանով է լսում եկեղեցու ձայնը, թե այն դիտարկում է որպես քաղաքական միջամտություն։ Ուրեմն ոչ թե խաղաղությունը թվացյալ է, այդ ձեր համար է թվացյալ, մեր համար խաղաղություն արդեն հաստատված է։ Եվ արդեն ընտրություններից հետո դուք կտեսնեք, որ այդ խաղաղությունը արդեն կստորագրվի եւ մեր երկիրը արդեն կարելի ասել լավ ուղու վրա է եւ մենք շատ ուժեղ պետություն ենք ունենալու։ Էդի ասում եմ, իմի կուզենաք ձեր մեջ ուրախացեք, կուզենաք տխրեք, դա արդեն ձեր գործն է։ Եկեղեցին հիմի այսօրվա դրությամբ էլ է ցանկանում իշխանություն։ Ինքը կպված է ընդդիմադիր դաշտին։ Ինքը չի կարող առանց Քոչարյանի, առանց Սերժ Սարգսյանի որևիցե մի քայլ ունի, որտեղ ինքը սերտաճել է այդ իշխանությունների այդ ժամանակին սերտաճել է։ Դրա համար եկեղեցին, եթե այս ընտրությունների ժամանակ էլ գնացեք, տեսեք, այնց փորձեք տեսեք եկեղեցին ում ածային տվե։
Լրիվ ձայն է տվեք Քոչարյանի։ Ես համոզված եմ ասում, էլի։ Որտեղից ես Եկեղեցիական համոզված եմ ասում, որ իրանք դրանք են ստացել, որ պետք է բան անեն։ Իրանց փրկությունը տեսնում են իրանք Քոչարյանի մեջ, որովհետև եթե Քոչարյանը գալիս է իշխանության, իրանց ամեն ինչը արդեն կարգավորվում է, գնում է տեղ, իրանց հարստությունները, իրանց ամեն ինչը ոչ ոք ծեր չի տալու, ոչ ոք չի խլելու, ոչ բան չի անելու։ Ու երկիրը նորից այն թափն առնելու, ոնց որ այն ժամանակ, ասենք, կաթողիկոսներ նշանակում միլպետների, գյուղապետերի, քաղաքապետերի, կաթողիկոսի միջնորդությամբ այդ կոչումները, պաշտոնները, կոչումները ստանում էին, պաշտոններին նշանակում էին։ Ու ինքը շատ լավ էր զգում իրան այդ կողմից, շատ լավ։ Ումը ցանկանար որտեղ նշանակեր, կարար նշանակեր, ումը ասեր կոչում տվեք, կոչում էին տալիս։ Ինքը այսպես սերտաճած էր իշխանությունների։ Դուք ունեք կաթողիկոսի տեխնացում։ Ես։ Այո։ Ոչ։ Քաղաքացիական պայմանագիրը ունի կաթողիկոսի։ Ոչ։ Կաթողիկոսի տեխնացու իրանք պետք է դրեն իրանց մեջ։ Մենք ինչ կապ ունենք կաթողիկոսի տեխնացուի հետ։ Պարոն Մելքոնյան, ինչու եմ ասում թվացial խաղաղություն, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը ձգտում է խաղաղություն հաստատի Ադրբեջանի հետ, բայց մեր ներսում Հայաստանում մենք կարծես թե այնքան էլ խաղաղ չենք։ Հասարակությունը բաժանված է սպիտակների եւ սևերի, նախկիների ու ներկաների, կարգված հոգեվորականների եւ կարգալույց հռչակված հոգեվորականների։ Սրա մասին եմ ես խոսում։ Ինչու երկրում այս քաոսն է տիրում։ Չէ, թվացial, որ նորից ասում ես թվացial, խաղաղությունը նախաստորագրված է, 1, ես արդեն շուրջ 2 տարի սահմաներում մենք զոհեր չունենք, կրակոցներ չկա, ու մի մտածի, որ Ադրբեջանը այսպես ցկտում է պատերազմի բան, ոչ, իրանք էլ են, իրանց երեխեքին կորցնում։ Պատերազմի ժամանակ բոլորը կորցնում են իրանց զավակներին։ Դրա համար իրանք էլ չեն ցանկանում։ Իսկ այս պացիֆիզմ իրավիճակը արդյոք չի բերելու ինքնազոհության։ Մի կողմից կարծես թե անընդհատ մեր իշխանությունները խոսում են խաղաղության մասին, բայց Ադրբեջանից էլ այդքան էլ խաղաղ կոչեր չեն հնչվում, պահանջատիրական կոչեր են լինում։ Այդ երևի դուք եք այդպես ընդունում, բայց ես այդպես բան, այդ որ ասում եք 300,000 ադրբեջանցի է հեսա գալիս, այսպես վախ ու բան եք ներշնչում ժողովրդի մեջ 300,000 ադրբեջանցի եթե լինեին այստեղ գալու, հələ թող տանեն այն 5 շրջան որ կա իրանք այդ 5 շրջանը բնակեցնեն հələ մի հատ էլ հետաքրքրեք լրագրող է քանի մարդ է գնացել ապրելու օրինակ Լաչինում, Կուբատլի, Զանգիլան, Ֆիզուլի, Աղդամ, հələ տեսեք քանի մարդ է բնակվում այնտեղ Ուրեմն այնտեղ բնակեցրին պրծան, մնացել էր որ կային Հայաստանում, որ իրանք ոչ տարածք ունեն, ոչ տեղ ունեն, ոչ էլ չգիտեմ ինչ ունեն, ոչ մի բան չունեն, երբ որ իրանք ապրել են Հայաստանում, դրանից հետո իրանք իրանց տները ծախել են կամ փոխանակել են Ադրբեջանում ապրող հայերի հետ եւ գնացել են։ Մենք իրանք ոչ պահանջ ունենք, ոչ իրանք մեզնից պահանջ ունեն, այդ որ այդ նարատիվը տարածում են անընդհատ, այսպես վախ են մտցնում մեր ժողովրդի մեջ Էդի լրիվ բան է։ Միֆեր են կարծում եք։ Միֆեր են, բա իհարկե։ Դա նաև էդի գալիս է Ռուսաստանից, որ բաներ են գցում այստեղ, ու մեր ընդդիմությունը, մի հատ բան էլ ասեմ, էլի այս ընդդիմության հետ կապնված։ Տեսեք, եթե պատմությունը ուսումնասիրենք, օրինակ ասենք, վերցնենք Պարսկաստանը, մեր արևան Պարսկաստանը, որ տիրել է Հայաստանին, միշտ ասենք տեղի ունեցել բաների ցերասացևերի ու սպիտակների ասենք Վարդան Մամիկոնյանն եղել է սիպտակ Վասակ Սյունեցին եղել է սև այսինքն միշտ այդ սեպը եղել է հայ ազգի մեջ որտեվ միջև հիմի էլ բոլորը վախենում են հայերի միասնությունից երբ որ հայերը միասնական են ելնում արդեն մենք 90 թվականին 88 թվականին համոզվեցինք, չէ՞, երբ որ մենք միասնական էինք, ինչ տեղի ունեցավ։ Դրա համար բոլորը սարսափում են, որ հայ ժողովուրդը միասնական է դառնում։
Դրա համար միշտ այսպես սեպը խրած է մեր մեջ։ Բյուզանդիայից սկսած, որ երկու մասի էր բաժանում։ Պարսիկները երկու մասի են բաժանել, թուրքերը երկու մասի են բաժանել բուն Հայաստանը։ Դրա համար մենք ենք իրար ուտելով, այսքան երգիր տվե։ Մենք ենք իրար ուտելով տվե։ Հիմի են ուզում մենք մեզի մեր մեջ իրար ուտենք ու բրծնի Հայաստանը։ Հիմի Հայաստան լինել չլինելու խնդիրն է։ Ռուսաստանին ձեռք չի տալիս, որ բանը Հայաստանը միասնական լինի։ Ինքը անպայման ուզում է, որ Հայաստանը լինի իր տիրապետության տակ։ Ոնց որ այս վերջի 200 տարին եղել է։ Ինչքան տարածք ենք ունեցել մենք, հիմա ինչքան տարածք ունենք։ Այս փոքր տարածքն իրանք այնքան չկամեն, որ չեն ուզում այս փոքր տարածք, փոքր Հայաստանը մնա։ Էլի ուզում են կտրատեն տան։ Էսա որ մեր ժողովուրդն էլ, ասենք ընդդիմությունը Սամվել Կարապետյանը եկե ամենափրկիչն է։ Ասենք խոսքը ամենափրկիչն է։ Արդեն Քոչարյանը զիջեց Կարապետյանին, իր քվեները շատ քիչ է։ Հիմի արդեն Կարապետյանին են ասպարեզ մտցրել, որ ասենք Կարապետյանը պետք է մնացած բոլորին համախմբի իր շուրջը ու պայքարի Հայաստանի դեմ։ Այս խնդիրն է իմի, որ Հայաստանը պետք է բաժանվի երկու մասի։ Այս եղածը էլի պետք է բաժանեն երկու մասի, երթով էլի մեր ձեռից տանեն։ Իսկ հիմի որ ասում եք, բանը, այսենց քաոս վիճակը, որ ի՞նչն է քաոս մեր երկրում։ Ընտրությունները եղել, արդար ամբողջ աշխարհը ճանաչել է այդ ընտրությունները։ Իսկ մեր այս բանը ընդդիմադիրները հիմի ասեմ ձեզ բոլոր ընտրատարածքներում 4 հոգի ընդդիմությունը բանա ունեցել։ Հանձնաժողովի անդամ, ճաշված իրանց վստահված անձին, ճաշված դիտորդներ, այդ ոնց եղավ։ Հենց վերջացավ բանը, ոչ մի փողոք չկար, ոչ մի խնդիր չկար, երբ որ հաշվարկը սկսվեց, արդեն հաշվարկից հետո նոր արդեն մենք չենք հաղթել։ Ինչի դու պետք է հաղթեիք։ Պարոն Մելքոնյան, վերադառնանք մեր թեմային եւ եւս երկու հարցը ձեր անձի հետ կապված։ Ձեր կյանքի կարևորագույն փուլում դուք նախընտրում եք խաչը թե իշխանությունը։ Ասեմ ձեզ, ես հավատում եմ Աստծուն եւ հավատում եմ նաեւ նրան, որ մեր ազգը, հայ ազգը Աստծո պահած ազգ է։ Աստվածը մեր ազգին պահում է։ Որովհետև այս մեր նման հին պետությունները, ասենք օրինակ վերցնենք Ասորեստանը, չկա երկրի վրա, բայց ասորիներ կան, օրինակ Հայաստանում ասորիներ են ապրում, որոնց մենք հարգում ենք, ընդունում ենք որպես ասորի ժողովուրդ։ Այսինքն Աստվածը մեզ պահել է, մեր երկիրը պահել է ու ես հույսով եմ կպահի։ Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ մեր պետության բարգավաճմանը, հզորացմանը ու նաև դրան եմ հավատում։ Ես հավատացյալ մարդ եմ, որ շատ կապնված եմ եկեղեցու հետ, ոչ թե եկեղեցականների, այլ եկեղեցու հետ։ Իմ եկեղեցին Սուրբ Գեղարդն է, որտեղ ես եթե սուտ չլինի, շատ ընդ գործողություններ եմ արել, բարեգործություններ եմ արել, շատ եկեղեցիների եմ անում, ես հավատում եմ Աստծուն եւ դրա համար ամեն ինչ անում եմ եկեղեցու, որ ասենք մի օգուտ տամ, որտեղ որ ես գնում եմ եկեղեցի, ինչ որ մի բան ուզում եմ այդ եկեղեցում առած լինեմ։ Եվ ինչքան հաճախ եք այցելում եկեղեցին։ Շատ կարելի ասել, այս վերջերս որ զբաղված ենք մի քիչ բան, բայց շաբաթը մի անգամ, կարող է 2 անգամ, այս հաճախականությամբ ես այցելել եմ միշտ։ Որտեղ որ լինեմ, ասենք ես վերջում որ եղել եմ Դիլիջանի տարածքում հաղարծին եմ գնացել։ Այս վերջի ամենավերջի այցելածս հաղարծին է մոտ մի 5 օր 6 օր առաջ։